Սիրակի իմաստությունը 6. Ճշմարիտ և կեղծ բարեկամներ։ Բարեկամ լինելու փոխարեն մի եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն։ Քո հոգու խորհուրդների մեջ մի բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոթվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ։ Չար հոգին կործանում է իր տիրոջը և նրան ոտնատակ դարձնում թշնամիներին։ Քաղցր բերանը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախոս լեզուն մեծացնում է մտերմությունը։ Ովքեր քեզ հետ խաղաղության մեջ են, թող մեծաթիվ լինեն, բայց քո խորհրդակիցը 1000-ից մեկը թող լինի։ Եթե բարեկամ ես ձեռք բերում, փորձով ձեռք բեր նրան, և իսկույն մի վստահիր նրան, քանզի բարեկամ կա, որ բարեկամ է իրեն պետք եղած ժամանակ միայն, և քեզ հետ բարեկամ չի մնա քո նեղության օրը։ Բարեկամ կա, որ թշնամի է դառնում քեզ, և քո վեճն ու նախատինքը հրապարակում։ Բարեկամ էլ կա, որ սեղանակից է քեզ, սակայն քեզ մոտ չի մնա քո նեղության օրը։ Քո բարեկեցության ժամանակ նա քեզ նման կլինի, և հանդուկն կվերաբերվի քո ծառաների հետ։ Եթե սնանկանաս, նա քեզ հակառակ կլինի և կթաքնվի քեզնից։ Հեռու մնա քո թշնամիներից և զգույշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գիտի նրան, գանձ է գտել։ Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անքշռելի է նրա բարությունը։ Հավատարիմ բարեկամը կյանքի դեղ է, և Տիրոջից երկնչողները միայն կգտնեն նրան։ Ով երկնչի Տիրոջից, կհաջողի բարեկամության մեջ, որովհետև ինչպիսին ինքն է, այնպիսին էլ իր մերձավորը։ Սովորելու դժվար ճանապարհը։ Որդյակ, ուսում փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես։ Մոտեցիր նրան վարողի և սերմանողի նման, և սպասիր նրա բարի պտուղներին, թեև այն մշակելու պահին մի փոքր կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները։ Տգետների համար այն քարքարոտ ճանապարհ է, և անմիտ մարդը նրա մեջ երկար չի մնա։ Փորձության ծանր քարի նման այն բեռ է նրա վրա, և նա չի դանդաղի այն դենդ շպրտել։ Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը, և շատերին չէ, որ հայտնի է։ Լսիր, որդիս, և ընդունիր իմ խրատը, մի մերժիր իմ այս խորհուրդը։ Դիր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը նրա շղթաների մեջ։ Խոնարհեցրու քո ուսը, վերցրու այն և մի ձանձրացիր նրա կապանքներից։ Քո բովանդակ հոգով մոտեցիր նրան և քո բովանդակ զորությամբ պահիր նրա ճանապարհները։ Քննիր, փնտրիր, և դու կճանաչես այն, և երբ բռնես, մի թող նրան, քանզի ի վերջո դու հանգիստ կգտնես նրա մեջ, և քեզ համար նա ուրախություն կդառնա։ Քեզ համար նրա կապանքները զորության պատվար կլինեն, և նրա շղթաները փառքի պատմուճան։ Արդարև, ոսկեղեն զարդ կա նրա վրա, և նրա կապանքները հակինթի չար են։ Այն կհագնես իբրև փառքի զգեստ, և քո վրա կդնես իբրև ցնծության պսակ։ Որդյակ, եթե ցանկանաս, կդաստիարակվես, և եթե հոգով նվիրվես, խորագետ կլինես։ Եթե լսել սիրես,
կհասկանաս, եւ եթե մոտեցնես քո ականջը, իմաստուն կլինես։ Եղիր ծերերի բազմության մեջ, եւ ով իմաստուն է, հակվիր դեպի նա։ Ցանկացիր լսել բոլոր աստվածառակ զրույցները, եւ թող հանճարեղ ասույթները չվրիպեն քեզնից։ Եթե իմաստուն մարդ տեսնես, առավոտից նրա մոտ եղիր, եւ թող քո ոտքը մաշի նրա դռան սեմը։ Խորհիր Տիրոջ հրամանների մասին, եւ տևապես ձգտիր նրա պատվիրաններին։ Նա կհաստատի քո սիրտը եւ իմաստության ցանկություն կտա քեզ։